Բարի լույս սիրելիներս Վալպարեից։ Եթե նոր եք միացել ալիքին ու չգիտեք թե որտեղ է Վալպարեը, ապա խորհուրդ կտամ դիտեք նախորդ վլոգը, որի հղումը կլինի մեկնաբանության բաժնում։ Իսկ մինչ դա ես համառոտ կներկայացնեմ Վալպարե քաղաքի մասին։ Դա լեռնային քաղաք է, որը գտնվում է Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում։ Այստեղ է գտնվում Անամալիայի վագրերի արգելոցը, նախկինում այն անվանել են Ինդիրա Գանդիի վայրի բնության արգելավայր և ազգային պարկ։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1059 մետր բարձրության վրա։ Այստեղ ամենուր կարող ենք տեսնել թեյի և սուրճի պլանտացիաներ, վայրի կենդանիներ, մի խոսքով բնություն։ Այսօր մենք շատ վաղ ենք արթնացել, նախաճաշել ենք արդեն և ճանապարհ ենք ընկել։ Գնում ենք տեսնելու մի շատ գեղեցիկ ջրվեժ, որը բավականին հայտնի է, այստեղ շատ հնդկական ֆիլմեր են նկարահանվել և ասում են, որ այս ջրվեժը Հնդկաստանում ամենաբարձրն է, եթե ոչ ամենաբարձրը, ապա ամենաբարձրերից մեկն է։ Ջրվեժը գտնվում է Կերալա նահանգում, իսկ Կերալա նահանգը այստեղ սահմանակից է նաև Թամիլ Նադու նահանգին։ Մի 4 ժամ ճամփորդությունից հետո Սաղարթախիտ անտառի միջով կհասնենք ջրվեժի։ Ջրվեժը անվանվում է այսպես՝ Աթիրապլի, այսինքն մենք գնում ենք տեսնելու Աթիրապլի ջրվեժը։ Սուրճի պլանտացիաներ են։ Սև բիբարի թուփը։ That one is tea. Որպես սուրճի սիրահար ես չէի կարող չկանգնել ու չնկարահանել այս ամենը։ Սրանք սուրճի հատիկներ են։ Իսկ սա սուրճի թուփն է։ Տեսնում եք ինչ հետաքրքիր է։ Սրանք արդեն մի քիչ կարմրած են, մի քանի հատ փոկեմ ու ձեզ մոտիկից ցույց տամ։ Գնում էի, հա։ Տեսեք, տարբեր արդեն հասունացած աստիճանի են, իսկ թվում է, երբ որ արդեն շատ մքանում է, սկսում են հավաքելը։ Ներսում երկու այսպես հատիկ են սուրճի, նույն կանաչ սուրճն է, հատիկները այդպեսին են, բայց մի քիչ ավելի թացեր։ Նույնիսկ մեկը համտեսել եմ ու շատ լավն է։ Գնում ենք տանենք, հովենք ու սուրճ պատրաստենք։ Կատակ եմ անում։ Շատ հետաքրքիր է։ Այս մեր ճամփորդությունը ինձ շատ է դուր գալիս, որովհետև աջ ու ձախ ինչ որ նոր հետաքրքիր բան եմ իմանում կամ էլ տեսնում։ Օրինակ ինձ միշտ թվացել է, որ սև հատիկավոր պղպեղը այսպիսի թուփ է սուրճի կամ թեյի պես, բայց արի ու տես, որ չէ։ Ես այսօր առաջին անգամ տեսա, թե ինչպես է աճում սև հատիկավոր պղպեղը եւ որտեղ է աճում։ Նրանք չեն սիրում ինքնուրույն այսպես գոյատևել եւ փորձում են փաթաթվել մոտակա ծառին եւ այդպես էլ աճում են, որը շատ հետաքրքիր էր, չգիտեի ու նոր բացահայտեցի։ Ընկերներ, մենք արագ պետք է շարժվենք, որովհետեւ այ տեսեք սև բիբարեր փաթաթված ծառին։ Հաջան, համա, Ջանի, գնացինք։ Մենք երկար ճանապարհ ունենք գնալու, ասել եմ, չէ, որ ճանապարհը բավականին վտանգավոր է, պետք է լույսով մտնենք եւ դուրս գանք ջունգլիները։ Դրա համար դեռ մենք անտառ չենք հասել, բայց որպեսզի խնդիրներ չունենան, դե մարդ էս էլի։ Ճանապարհին կարող ենք տեսնել փիղ, վագր եւ այլ վայրի կենդանիներ, այնպես որ ապահովության համար ինչքան լույսով գնանք, այնքան լավ։ Նաեւ ասեմ, որ ճանապարհին այդ ամբողջ ջունգլիներին, որը տևելու է մոտ 3 ժամ ճամփորդությունը անտառի ներսում, չկա որևէ կապ, ոչ ինտերնետ, ոչ հեռախոսակապ չի աշխատում ու ոնց որ ճանապարհներն են բավականին նեղ են։ Այնպես որ չգիտեմ, մի քիչ ադրենալինը շատ է այստեղ, բայց հետաքրքիր է, տեսեք ինչ հրաշք բնություն է։ Բան չունեմ ասելու, շատ գեղեցիկ է բնությունը, աննկարագրելի գեղեցիկ է եւ մաքուր օդ, մի խոսքով հրաշք ամեն ինչը։
ամբողջ ընթացքում պատուհանները բաց է մեքենայի ու մենք վայելում ենք այս մաքուր, այս բնությունը, այս ամեն ինչը։ Չհաշված նրան, որ նաև մտածում ենք պատուհանները շատ չբացենք, որ շատ վտանգավոր չլինի։ Գնացինք, չեմ կարծում, որ որևէ խնդիր կլինի, այնպես որ Աստված մեզ հետ է։ Հաճելի ժամանակ կունենանք եւ ապահով կվերադառնանք։ Կարճատև դադար ենք վերցրել, կանգնել ենք մի փոքր հանգստանանք ու տեսնենք նաև այս ամբարտակը, որ ասացին վերանորոգման փուլում է գտնվում։ Yeah, I saw it behind this. Սիրամարգ եմ նկատել, ժողովուրդ, չեմ կարողանում զում անել։ Լսեցիք ձայնը։ Մենք արդեն բավականին երկար ժամանակ է ջունգլիներում ենք եւ դեռ ժամանակ ունենք հասնելու Աթիրապոլի ջրվեժին, այս ընթացքում ուզում եմ ձեզ պատմել Վալպարեի քաղաքի պատմությունը, ինչպես է այն ստեղծվել եւ ինչ հետաքրքիր փաստեր կան քաղաքի մասին։ Ամենավաղ հիշատակումները այս քաղաքի մասին արվել են 1846 թվականին, երբ Ռամասամի Մուդալյարը այստեղ սուրճի պլանտացիաներ էին։ 1864 թվականին Կարնատիկ սուրճի ընկերությունը հիմնում է իր սուրճի պլանտացիաները Վալպարեում, սակայն չկարողանալով այն շահութաբեր դարձնել, վաճառում է դրանց մեծ մասը։ 1875 թվականին անգլիական զինվորները կառուցում են ճանապարհներ եւ հյուրատներ, քանի որ Անգլիայի Ուելսի արքայազն ապագա Էդվարդ 6-րդի այցն էր պլանավորվում։ Սակայն այցը չեղարկվում է։ 1890 թվականին Վինտիլը եւ Նորդանը Վալպարեում բրիտանական Ռաջի ենթակայության տակ գտնվող Մադրասի նահանգային կառավարությունից գնում են մեծ հողատարածքներ, եւ Վինտիլը անտառահատում է այդ տարածքները ու տնկում է թեյ եւ սուրճ։ Նրան այս գործում օգնում է բավականին փորձառու տնկագործ Քարվեր Մարշը 250 ռուփի աշխատավարձով։ Վալպարեում կլիմայական պայմանները շատ հարմար են թեյ եւ սուրճ աճացնելու համար։ Couple hold his hand. Կանգնել ենք մի շատ գեղեցիկ տեսարան տեսնելու, դրանով զմայվելու համար։ Բայց քանի որ ճանապարհը նեղ է եւ վերևում արդեն եւ ավտոբուսներ են կանգնել եւ շատ մեքենաներ չեն կարողանում տեսնել, հիմա մի քիչ այստեղ զբաղվենք, մինչեւ իրանք շարժվեն, մենք էլ փորձենք բարձրանալ։ Իսկ մինչ դա ասեմ, որ մենք ճանապարհին արդեն նկատել ենք փղի հետքեր։ Ու քանի որ ճանապարհը շատ նեղ է, այսինքն երկու մեքենա իրար կողքով որ անցնում են, շատ մոտիկից են անցնում, էլի։ Ես միշտ մտածում եմ հանկարծ այստեղ փղի չհանդիպենք։ Գիտեք, մի կողմը օրինակ ասենք քարե, մյուս կողմն էլ անդունդ է։ Անտառն է իջնում, այսինքն շատ վտանգավոր ճանապարհներ են։ Տեսնում եք տեսարանը։ Ինչ հրաշքան, շատ գեղեցիկ ջրամբար է շատ։ Մոտ 5 րոպե ենք կանգնել, որտեղ երկար չէինք էլ կարող։ Գրեթե բոլորն են ուզում կանգնել այստեղ ու նկար ունենալ։ Շարունակենք մեր ճանապարհը։ Մոտոյով արագ է ստացվում անցնել, բայց միևնույն ժամանակ վտանգավոր է, որովհետև եթե ճանապարհին, չգիտեմ, նկատես վայրի կենդանի, ինչպես պաշտպանվես, օրինակ փղերից։ Մի դեպքում ստացվում է արագ անցնել, մյուս դեպքում է կարող է չհասցնես անցնել։ Այդպես, ջունգլիներում հիմա ես նկարներ կդնեմ ու ձեզ ցույց կտամ, թե ինչ կենդանիներ կարող ենք այստեղ տեսնել։ Բնությունը շատ հարուստ է այստեղ, նաև կարող ենք տեսնել շատ հետաքրքիր թռչուններ։ Մենք ճանապարհին արդեն տեսանք սիրամարգ։ Քանի որ մենք հիմա անցնում ենք
այնպեսի ճանապարհը, որտեղ շատ են բամբուկի ծառերը, ուզում եմ ասել, որ փղերը շատ են սիրում բամբուկի ծառեր, ու եթե տեսնեք այս ծառերը կոտրտված, նշանակում է, որ փիղը մի որոշ ժամանակ առաջ այդտեղ ա եղել, կամ այդտեղով անցել է։ Ու մենք այս ընթացքում, որ անցնում ենք այս հատվածը, պատկերացնում եք բոլոր ճյուղերը նոր կոտրտված էին։ Նշանակում է, որ այդ տարածքում, չգիտեմ, երևի մի 15 րոպե առաջ կամ 20 րոպե առաջ փիղ է անցել։ Ու փառք Աստծո, որ չենք հանդիպել։ Այդպես, հիմա ցույց տամ, թե այստեղ ինչ կենդանիներ կարող ենք տեսնել։ Ուրեմն կարող ենք տեսնել վագրեր, փղեր, վարազներ, առուծապոչ մակակներ, գաուռներ, եղնիկներ, հսկա սկյուռիկներ, մեծ եղջերուներ, մանգուստներ, քարայծեր, մի խոսքով նաև տարբեր թռչուններ, աչքերս 4 արած կգնամ, ուշադիր կլինեմ, կփորձեմ նաև արագ ֆիքսել պահը, եթե հանդիպենք գեղեցիկ, ամենակարևորը անվտանգ անակնկալների։ Այսպես, մեզ շատ քիչ է մնացել, շուտով կհասնենք նաև մեր ջրվեժին։ Մենք արդեն հասել ենք, հիմա կամաց քայլելով մոտենանք, պետք է նաև տոմսեր գնենք, և ոնց հասկանում եմ, մինչև ջրվեժը տեսնելը պետք է երկար էլ քայլենք, այնպես որ միացեք մեզ, գնացինք։ Look in front of you, Harry. Harry. You'll come properly? Okay, Areva, I'm coming. You go.